Փաշինյանն ապրիլի 1-ից թոշակներ բարձրացրեց մինչև 10,000 դրամով։ Ինչ է կարծում, դա ինչ-որ կապ ունի գալիք ընտրությունների հետ։ Գալիք ընտրությունների հետ որոշակի չափով կարող եմ կապել, բայց այդ բարձրացումը որևիցե մեկին ոչ մի արդյունք չի տվել, որովհետև ամեն ինչը եռապատիկ, քառապատիկ թանկացել է։ Այդ 10,000 դրամը չերևացող գումար է։ Էդի խափուսիկ շանտաժ ու կաշառք է, որ իրա դաշ ներգրավեն թոշակառուներին, то есть մեծամասնություն։ Ես կարծում եմ, որ դա այն պահին է բարձրացրել, որը կարող է հանդիսանալ որպես թոշակառուների մոտ ընտրության ձայն կորզելու միջոց, որովհետև եթե հնարավորություն կար ավելի շուտ բարձրացնելու, ինչու չեն բարձրացրել, ու ես կարծում եմ, որ դա հենց միտված է ընտրություններին որոշակի ազդեցություն ունենալու համար։ Դա շատ առանցքային կապ ունի, որովհետև մինչ այդ չի եղել նման խոսակցություն, նույնիսկ հերքվել է իր կողմից, որ թոշակառուն դրանով ոչ մի հարց չի կա, ինչ պիտի անի թոշակառուն, ասենք թե էներգիան 10,000-ով ավել օրինակ վճարեց, դա իրեն որ հարցը պիտի լուծի, ես ուղիղ կապով կապում եմ գալիք ընտրությունների հետ։ Ես կարծում եմ, որ միանշանակ կապ ունի եւ ինչքան տեղյակ եմ 2026 թվականի բյուջեով նախատեսված չի եղել թոշակների բարձրացում եւ հենց այս պահին դա ակնհայտ խոսում է, որ որոշակի նյութական շահագրգռում կարող է լինել թոշակառուների համար։ Անպայման կապներ ընտրվելու հարցը ինչա ամեն մեկը մի բան ասում, որ մեկին հավատանք է դա։ Երևի նորից ընտրվելու համար էլի իմ կարծիքով։ Ես թվում է, հա, ինչքան որ տենց ասեմ թոշակն են բարձրացնում, նույնքան սնունդի ապրանքը այդքան կավելացնեն։ Աշարքը այդ ձևով են տալիս էլի, ասենք այդ ձևով է բաժանում, ուրիշները արդեր են տալիս, ինքն էլ է տենց է տալիս։